ամենամեծ գործը, որ Աստված արեց իմ կյանքի մեջ մի մարդ, որը երբեք չէր համարում իրան մեղավոր, ես իմ փիլիսոփայությունով, իմ ապուշ խելքով մարդկությանը բաժանել էի երկու մասի՝ աշխարհիկներ եւ հոգեվորներ, դուխավենստվը, քահանաներ։ Ես մտածում էի, թող քահանաները սուրբ ապրեն։ Ես աշխարհիկ մարդ եմ, աշխարհի բոլոր հաճույքները իմն են եւ դա մեղք չի, ես վայելում եմ աշխարհը։ Եվ մի օր մի հատ տատիկ բրոշուր տվեց ինձ, փոքր, վրան գրած էր Աստծո դատաստանը։ Եվ ես կարդացի, այնտեղ գրված էր. չկա ծածուկ բան, որ չհայտնվի։ Գրած էր դատաստանի մասին, եւ երբ որ ես կարդացի այդ բրոշուրը փակեցի, Աստված խոսաց ինձ հետ։ Ասեց, այն ինչ որ դու քո սրտի մեջ թաքցնում ես, շատ զգուշորեն, որ հանկարծ ոչ ոք չտեսնի, այն ինչից ամաչում ես դու եւ վախենում ես, որ մարդը իմանա, դրա անունը մեղք է եւ դատաստանի օրը ես հայտնի կդատեմ այդ մեղքը։ Ու ես չգիտեի Հիսուսի մասին, խաչի մասին, նրա մահվան պատճառի մասին, իմ կյանքը ամբողջությամբ հեղաշրջվեց, ես կորցրեցի քունը, հանգիստը եւ ամիսներ շարունակ փնտրում էի, թե ինչ անեմ, որ Աստված ինձ ների։ Եվ մի օր, երբ որ ինձ ասեցին, որ Հիսուսը Աստծո որդին մահացել է խաչի վրա քո համար, ես իմ կյանքը տվեցի իրան։ Եվ այդ պահից սկսած գնաց դատապարտությունը, մեղքի գիտակցությունը, դիվական հարձակումները, ճնշումները, ամեն բան։ Երբ որ ես նայեցի հայելու մեջ իմ դեմքը չէի ճանաչում։ Հասկանում եք, որ մենք մեզ զրկում ենք Աստծո ամենամեծ պարգևից, որ կոչվում է մեղքերի թողություն։ Մենք դառնում ենք ուրիշ մարդ։ Սա անորոշն է։ Մենք չենք դառնում ներված մեղավորներ։ Մենք դառնում ենք մարդիկ, որոնք կարծես երբեք չեն մեղանչել, որովհետև Հիսուսը դրանց պատասխանը տվել է մեր համար խաչի վրա։ Հավատում ես? Հավատում ես դրան? Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 3:18 գրած է, բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքին ինչպես հայելու մեջ նայելով նրա պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, որպես թե Տիրոջ հոգուց։ Ինչ ասա, մենք նայում ենք այդ հայելու մեջ, այս հայելու մեջ, երբ որ խոսքը կարդում ենք, սա կանգնում է մեր առաջ, մենք տեսնում ենք Հիսուսին, եւ երբ որ մենք տեսնում ենք Հիսուսին, մենք տեսնում ենք մեր տարբերությունը նրա։ Երբ որ մենք նայում ենք իրար, մենք ասում ենք, դե լավ, ասենք կարող է աղաջանից սուրբ չեմ, բայց հաստատ ստեղ մի 90%-ից ավելի սուրբ է։ Բայց երբ որ Պողոսն է նայում, ինքը ասում է, սկզբից ասում է, ես առաքյալներից, ամենից երևելի առաքյալներից ոչ մի բանով պակաս չեմ։ Հետո ինքը ասում է, ես առաքյալ կոչվելու արժանի չեմ։ Ինչի, որովհետև ինքը հաճախ նայում է այդ հայելու մեջ։ Հետո ինքը ասում է, ես սուրբերի փոքրագույնն եմ։ Ամենավերջում ինքը ասում է, ես մեղավորների գլուխն եմ։ Հետո ասում է, որպես թե մի վիժվածքի վերջում Տերը ինձ էլ երևաց։ Զգում եք ինչա դառնում Պողոսը։ Զգում եք ինչքան հայիչնում ինքը եւ զգում եք ինչքան է Քրիստոսը գրավում իր կյանքը։ Ինչի, որովհետեւ հայելու մեջ նայելով տեսնում է նրա փառքը, տեսնում է նրա տարբերությունը։ Հովհաննես Ավետարանիչը, Հովհաննես առաքյալը, որ իր ամբողջ կյանքը նվիրել էր Հիսուսին, ծառայելուն նրա, որ արժանի էր առաքյալներից ամենից ավելի պատվի, փառքի, ամեն ինչի։ Երբ որ հանդիպում է Հիսուս Քրիստոսին Պատմոս կղզում, ասում է, երբ որ նայեցի նրան, մեռելի պես ընկա իր ոտքը եւ ին վրա անչմնա։ Եվ Հիսուսը մոտեցավ եւ այդ հարգարժան ծերունուն ասեց. մի վախենա։ Ինչքան մենք անվախ ենք,
Գիտեք ինչու? Որովհետև մենք հայելու մեջ չենք նայում։ Որովհետև Հիսուսին ենք հանդիպում։ Որովհետև մենք ունենք մեր պատկերը, որը որ մեզ ձեռք է տալիս։ Հաջորդ բանը, երբ որ մենք ճանաչում ենք մեզ, մի հատ օրինակ էլ ասեմ եւ անցնենք առաջ։ Դուք նկատել եք, որ հարսանիքին հրավիրվածների պատմության մեջ մարդիկ, ովքեր հրավիրված էին, դառնում են հրավիրողներին սպանող։ Նկատել եք։ Իրանց հրավեր էին ուղարկել եւ հետո երկրորդ անգամ մարդկանց ուղարկում են, որ ասեն հիմա է, եկեք։ Եվ նրանք ոչ մենակ գնում են իրանց առևտրին, իրանց արտին, Աստծո խոսքի մեջ գրած է, որոշները նրանց իրանց հրավիրողներին սպանեցին։ Գիտեք, երբ որ մենք չենք փոխվում առ Քրիստոս, մենք փոխվում ենք ավելի ահավոր կերպարի համեմատ։ Մենք սարսափելի պոտենցիալ ունենք։ Գիտեք, որ մեր անձը, մեր հին բնույթը, մեր մեղավոր էությունը դիվաննման է։ Գիտեք, որ մարդկային մարմնավոր իմաստությունը ուղիղ հավասար է դրվում դիվական իմաստությանը։ Հակոբոս ասում է, որ այս իմաստությունը, որ հակառակություն, նախանձ ունի եւ այլն, ինքը Աստծո չի, երկնքի չի, այլ մարդկային, շնչավոր եւ դիվական։ Մենք ունենք այդ պոտենցիալը եւ մեզ կենսական անհրաժեշտություն կա, որ մենք փոխվենք ըստ Քրիստոսի պատկերի։ Եվ ամենակարևոր բաներից մեկը, որ մեզ հետ կատարվում է, մենք մասնակից ենք դառնում Տիրոջ բեռին։ Եսայան ասում է, երբ որ ինքը խոստովանեց եւ մաքրվեց իր ամեղքից, գրած է հետո լսեցի, երբ որ այդ ունելին մաքրեց իր շուրթերը, գրած է հետո լսեցի Տիրոջ ձայնը, որ ասեց. ում ուղարկեմ ինձ համար, մեզ համար ով կգնա։ Եվ ես ասեցի, ահա ես, ինձ ուղարկի։ Մինչև որ մենք չփոխվենք, դե նախ պետքա փոխվենք, հետո գնանք։ Նախ պետքա փոխվենք, հետո հասկանանք։ Նախ պետքա փոխվենք, հետո տանենք։ Մինչև մենք չփոխվենք, մենք ի վիճակի չենք մասնակից լինելու Տիրոջ նպատակին, Տիրոջ ծրագրին։ Բայց երբ որ մենք փոխվում ենք, Մատթեոս 11:28-29-ի մեջ գրված է. եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ կհանգչեցնեմ։ Ոնց։ Եկեք իմ մոտ լացեք, եկեք իմ մոտ կիսվեք, եկեք ասեք ինչն է ձեզ նեղացնում, ես ձեզ բան կտամ, չէ։ Երբ ենք մենք հանգստանում, իմ լուծը ձեր վրա առեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը Եթև։ Մենք մասնակից ենք դառնում, երբ որ գնում ենք այնտեղ ոչ թե ասենք ու թողենք դուրս գանք, երբ որ գնում ենք հանդիպելու Տիրոջը, մենք մնում ենք այդտեղ եւ Աստված կիսվում է մեզ հետ, թե ինչ կարիք ունի, ինչն է իրան